ներդրվել էին, որպեսզի բախումներ հրահրեին։ Հով ջան, մեր կադրը սաղ փակել ես ցավը տանել։ Բայց գլխի ես բոխոր բոլոր շարքով գնում եմ, մենակ դու եկե մեր կադրը փակել ես։ Պես ոնց նկարել Մերի։ Մերի ջան, հասկացա։ Լավ լռեք։ Դա փողոցը լերկ։ Բոլորը տանում են նկարներ։ Նասերը սովորացնի ոնց։ Այլում է։ Կամասը հայրենի ժողովուրդ։ Ասել եմ դու ես մեղավոր։ Այն ամենը կանխատեսում էինք իրադարձությունների նման զարգացում, երբ որ մոտ 2 տարի առաջ ձեր հարցազրույցն ընդհանուր առմամբ Քննչական կոմիտե Երևան։ Որպես եք վերաբերում, որ մարդիկ հարցազրույց Չեն թողնում մեքենա գնալ։ են արտահայտում եւ որոնք Ինչ անեն։ քրական բարույթ հարուցելու պատճառ։ Օրինակ, ինձ ամբողջ կարասեքցիոնի Ոչ եկե տարանքը ճղան գա։ Այս իշխանությունը չարի իշխանություն է։ Չարի իշխանությունից բարի բան սպասելը հնարավոր չի։ Չար ծառը չի կարող բարի պտուղ տալ։ Բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, ասում Ավետարանը։ Չար ծառը չի կարող բարի պտուղ տալ, շատ հստակ է։ Եթե այդ հարցազրույցներ չլիներ, ըստ էության էլի պատճառ։ Եթե իմ կեցվածքը նույնը լիներ, էլի մի բան կգտնեի։ Քանտիրը ես եմ։ Ինչի մանամ ինչ են ուզում։ Լավ բան կարող է սրանց համար մտածես ամենավատ բանը, բայց սրանք անեն այդ ամենավատից էլ ավելի վատը։ Լավ, ինչ պիտի անեք այս իշխանությունների համար Սրբազան հայտուկ։ Ես հայրենիքի մարդն եմ, ինձ համար գլխավոր եղել է այս հայրենիքը եւ այս pedagogiությունը ավելի քան քոսոտ փսլենգոտ լագոդներինը, որ ամեն օր ինձ հայոյում են։ Ես այս երկրի համար եւ այս պետության համար աշխատած մարդ եմ եւ բացի այս պետությունից ուրիշ որևիցե մի բանի համար չեմ աշխատել։ Իմ ամբողջ կյանքը եւ եկել եմ հասել եմ հասակի, որ պիտի ծերությունս վայելեմ եւ այս փսլենգոտները ինձ դարձրել են սպառնալիք այս երկրին, ես սպառնալիք եմ այս երկրին, դու ինձ սպառնալիք համարում ես, սպառնալիքը նստած է կառավարության շենքում, ես իշխանության զարթման հետ գործ չունեմ, ես ասել եմ, որ այս չարիքը պիտի հեռացվի, եւ այո, առաջին հերթին ազգային անվտանգությունը պետք է այս չարիքը հեռացնի, իր պարտականությունն է։ Չի կատարում, թող չկատարի, թող երկիրն էլ գնա այսպես կործանման, բայց ես չեմ լինի մեղավորը, ես չեմ լինի մեղավորը, հիմա իրենք ուզում են իմ վրա բարդել, որ իբր ես եկել եմ ձեր հետևում թաքնվել եմ, հա, վիճակ եմ հրահրում, ոչ բաներ, երեք թող գային մեկուսի տանեին, երեք չառաջի օրը թող գային տանեին, իհարկե, շոուն է և եկեղեցուն իբրև թե բացահայտ ստորացնելը, որ գգանք, եկեղեցուց, կտանեին։ Ռազմական հեղաշրջում բառակացած։ աշխատում Հարգելի հետևորդներ, այսպես Իջմիածնի կենտրոնական փողոցներով Միքայել Աջապայանը, մի շարք հոգևորականներ եւ քաղաքացիներ գնում են դեպի քննչական կոմիտե, դեռ հստակ որոշված չի արդյոք Միքայել Աջապայանը ամբողջ ճանապարհը պատրաստվում է ոտքով անցնել, թե ինչ որ փուլում արդեն մեքենայով կհասնի քննչական կոմիտե։